Որտեղ էինք Ռուսաստանի ոտքը տրորել, որ Սոլովյովը այսպես անգամ ասացի, բառացիոնից փաստաթղթի ընդունում։ Այսինքն թրիփներ պատճառը։ Իսկ դա կարող էր կապ ունենալ նաև 26 թվականի ընտրությունների հետ, որովհետև մենք գիտենք, թե ինչպիսի մեծ հույսեր են։ Եթե անգամ դա կապ ունի 26 թվականի ընտրությունների, ապա ես չգիտեմ ինչ հաշվարկում են Ռուսաստանում դանում, որտեղ դա իմ կարծիքով օգնում է իշխանությունների նման հայտարարություն։ Այսինքն խանգարում է այն ուժերին, որոնց վրա իրենք առնվազն խաղադրույք են անում։ Եվ այդ քննադատության բաց է, պարոն Քոչինյան, որ կարծես թե սպասվում էր, որ մարդիկ կարձագանքեն, նկատի ունեմ խորհրդանական ընդդիմությանը հատկապես, հակառակը իրենք ասացին, որ իշխանությունները զբաղված են ռուսաֆոբիայով եւ Սալովյովի մեկ անհաջող արտահայտություն դարձրել են։ Ես չեմ բացառում, որ եթե օրինակ համար վաղը Աստված չանի աշխարհի ամենավատ սցենարատեղն ունա եւ օրինակ Ռուսաստանը իսկապես որոշի ռազմական օպերացիա իրականացնել Հայաստանի դեմ, այդ ձեր ասած մարդիկ այդ իրավիճակում կաջակցեն Ռուսաստանին։ Ոչ միայն չեմ բացառում, այլ նաև ամենայն հավանականությամբ հենց այդպես է կլինի։ Իսկ օրինակ համար այն հոգեվորականի շորերով KGB-ի ագենտը, որ Մոսկվայում նստած է, դա կորհնի այն զորքերը, որոնք որ գալիս են Հայաստանի դեմ կռվելու։ Եզրած Ներսիսյանի նկատի ունեք, որ օրհնում էր զորքերին Ուկրաին։ Կարոին։